Սամվել Կարապետյանը չգիտի, թե իրեն ինչի համար են դատում։ Ուրեմն մեր ձևով ձևակերպման համար Սամվել Կարապետյանին կալանք տվեցին, հետո Սամվել Կարապետյանը քաղաքական ֆիգուր դարձավ Հայաստանի Հանրապետությունում, հետո կալանքը, այդ խափանման միջոց կալանքը փոխվեց, ռեժիմը փոխվեց, դարձավ տնային կալանք, անկախ դատարանն թույլ տվեց, որպեսզի Սամվել Կարապետյանը կառավարության նիստեր իրականացնի, հրապարակի դա, հանդես գա հրապարակային խոսքով, մասնակցի ընտրություններին, զբաղեցնի երկրորդ տեղը, մանդատները վերցնի, բայց ինքը դեռ չգիտի, թե իրեն ինչի համար են դատում, չէ որ ինքը հանդես է եկել եկեղեցու պաշտպանությամբ, չէ որ ինքը ընդամենը News AM-ին տված հարցազրույցում հետաքրքիր է, էլի, շատ հետաքրքիր է, թե ում է հարցազրույցը տվել։ Միքայել arczepiskopos-ին էլ երբ տարան կալանքի հարցազրույցը, ինչքան ես գիտեմ, վերցրել էր News AM-ը։ Շատ հետաքրքիր է, մի պահ շեղվեմ, իմ բուն խոսքից, եւ News AM-ի լրագրողը երբեք չմտածեց, որ կարելի է նաեւ հարցազրույցներ վերցնել այն մարդկանցից, ովքեր 2024 թվականի փետրվարին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկա են եղել, մտքերից չանցավ News AM-ի, ոչ News AM-ի մտքից անցավ, ոչ փաստաբանների մտքից անցավ, որ հանդես գան համապատասխան միջնորդությամբ, որ մեզ հարցաքննեն, ոչ էլ դատախազի մտքից անցավ, բայց սա այլ թեմա է։ Սամվել Կարապետյանը չգիտի, թե իրեն ինչի համար են դատում։ Քեզ դատում են Սամվել Կարապետյան, քեզ բերեցին, պրոյեկտեցին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ հենց այս օրվա համար։ Հենց այս օրվա համար։ Քո եղբայրը ասում էր, մենք եթե այսպես շարունակվես, կսկսենք խոսել։ Դա ասում էր մի տարի առաջ։ Այդպես շարունակվեց, եւ քո եղբայրը ասաց, ինչ ասաց։ Ի շարունակություն իր խոսքի, որ Սևանի դաչան մենք ենք սարքել, դա պիտի ասեր, դուք դա պիտի ասեիք, թե այլ ասելու բան կար։ Սամվել Կարապետյան, Արցախի լուծարումից հետո դու կպցրել ես $30 միլիոն։ Դու շնորհակալ ես Փաշինյան Նիկոլին այդ $30 միլիոն համար, կառավարության որոշում կա դեկտեմբեր 2023 թվական։ Այդ որոշման համար շնորհակալ ես։ Սամվել Կարապետյան, Անիֆի փաստաբաններից մեկը, Ավինյան Տիգրանի փաստաբաններից մեկը կողքը չպրտած էր։ Համարյա ողջ նախընտրական կամպանիայի ընթացքում, եթե պետք լիներ Ավինյան Տիգրանը հայտնվեր քո կողքը, դու կմերժեիր Ավինյան Տիգրանին։ Եկեղեցու պաշտպանությամբ ես հանդես գալիս, բայց քո ցուցակ ես ընդգրկել մեկին, ով վայրահաչում էր ամենահարգարժան arczepiskoposներից մեկի, միգուցե ամենահարգարժան arczepiskoposi հասցեին, վայրահաչում էր ուղղակի Սերժ Սարգսյանի պատվերով, ուղղակի վայրահաչում էր այդ անսամբլը Միքայել arczepiskoposi հասցեին, եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկող կարաս պարզաբանես, Ղազարյան Էդգարը ինչ գործ ունի քո ցուցակում։ Սամվել Կարապետյանից կարող է եկեղեցի ասելով ի նկատի ունես Սերժին, Սերժ Սարգսյանին, ով Նիկոլ Փաշինյանի, հեղափոխական Նիկոլ Փաշինյանի դատարանի որոշմամբ ինչ որ ժամանակ առաջ ճանաչվեց պատկերավոր ասած աշխատավարձով ապրած մարդ։ Կարող է եկեղեցին Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգիս, ինչպես ասում էր Վարդան Պետրոսյանը, համարյա Սուրբ Սարգիս։ Կարող է եկեղեցի ասելով դու նկատի ունես Միքայել Մինասյանին։ Կարաս բացես եկեղեցի ասելով դու ում նկատի ունես։ Դու ինչ նկատի ունես։ Բազմաթիվ են մարդիկ, ովքեր Փաշինյանի խմբի անդամների հետ ունեցել են տարբեր հարաբերություններ քո ցուցակում։
Քո ցուցակում կան մարդիկ, ովքեր դառնում են падգամավոր, բայց падգամավոր են դարձել եւ աչքի են ընկել բացարձակ լռությամբ։ Չեն բարձրացրել կարևոր հարցերը։ Իմիջիայլոց այդ կարևոր հարցերը, երբ ասում եմ, այդ կարևոր հարցերի մասին չխոսեցին ոչ միայն այսպես կոչված տիտղոսակիր ընդդիմադիրները, ուժեղ Հայաստան, դաշնակ մասնակներ, այլ այդ հարցերի վերաբերյալ չխոսեց նույնիսկ դոկ կուսակցության առաջին համարը։ Ռադիկալ խոսքով հանդես եկող ուժի ներկայացուցիչը Փաշինյան Նիկոլի կողքը կանգնած մի անգամ չբարձրաձայնեց այն հարցերը, որի մասին խոսել է արդեն նաև Վարդան Ղուկասյանը։ Ես Վարդանի շուտ էի ասել, որ քո ցուցակ կբերեն, կդնեն ազգային անվտանգության ծառայության հետ աշխատած, աշխատող գործակալների։ Լսեք, այս ֆարսը, այն ինչ որ դուք անում եք, Սամվել Կարապետյան, այս ֆարսը մի օր ավարտվելու է։ Պատմություն կարդացեք, այն կավարտվի, հեղափոխությամբ կարող է ավարտվել, հեղաշրջմամբ կարող է ավարտվել, ինչ-որ բնական աղետ կարող է լինել ավարտվել, արտաքին ինտերվենցիա կարող է լինել ավարտվել, հա։ Այս անսամբլի պարագլուխները կարող են սատկել, ավարտվել, բայց ավարտվելու է։ Ձեզ թող չթվա, հա, որ Հայաստանի Հանրապետությունը լուսնի վրա է, եւ դուք ինչ անեք, պիտի մարսեք։ Դուք հավերժ կարող եք այս խաղը խաղալ։ Հավերժ։ Չէ, այդպես չէ։ Կավարտվի։ Ձեզանից ավելի ուժեղ տղաներ, ավելի ազդեցիկ մարդիկ են եղել եւ դարձել են պրախ։ Ես ուղղակի շատ կցանկանայի, որ հայի ձեռքով այս ամենը ավարտվեր։ Կարապետյան Սամվել։ Հայի ձեռքով, հայի ազդեցությամբ, հայի ուժով, այլ ոչ թե բնական ինչ-որ արավիրք տեղի ունենար կամ օտարի ձեռքով, բայց եթե հայը չգտնվեց այդպիսի մեկը չգտնվեց, այլ բաներ տեղի կունենան այստեղ։ Դուք չեք կարող մի ողջ ժողովրդի խաբել, հավերժ մոլորեցնել, հավերժ օգտագործել, հավերժ այս ամենը ունենալու է իր վերջը։ Կարապետյան Սամվել անպայման այս ամենը ունենալու է իր վերջը։ Ես ձեր տիրոջ մերը